ճանապարհեր արել։ Նավթ արդյունաբերող, կրթության, գիտության, մշակույթի հովանավոր Արցախի Քյաթուկ գյուղից։ Գործունեությունը ծավալում է Շուշիում, Թավրիզում, Թիֆլիսում, հետո տեղափոխվում է Բաքու եւ սկսում է նավթի արդյունահանման զբաղվել։ Իհարկե արցախցի ընկերների հետ է հիմնում ընկերությունը, որը կոչվում է Բալախանյան, եւ սկսում է նավթի արդյունահանմամբ զբաղվել։ Շրջանն էլ այնպիսին էր, որ նավթի հանույթն ավելի էժան էր, քան տեղափոխումը։ Եվ տեղափոխման վրա բավականին մեծ գումարներ էին ծախսվում։ Անհրաժեշտ էր սեփական նավթամուղ ունենալ։ Դա էլ մեծ գումարների հետ կապված հարց էր։ Բոլոր գումարները գործի մեջ էին, անհրաժեշտ էր ներդրող։ Արամյանցը հիշում է ընկերոջը Ալեքսանդր Մանթաշյանին, որի հետ պատանեկության տարիներին Թավրիզում էր ծանոթացել։ Գալիս է Թիֆլիս պարտքով գումար խնդրելու։ Մանթաշյանը մերժում է, քանի որ իր ձգտումներն ու նպատակները լրիվ այլ էին։ Նա վաղուց էր ձգտում դեպի Բաքվի նավթաշխարհը, եւ բնականաբար Արամյանցը կռահում է սա, եւ բնականաբար փոխում է առաջարկ, ասում է լավ, պարտքով գումար չեմ ուզում, արի ներդրում կատարի եւ միասին շարունակենք։ Դե Մանթաշյանը սրան էլ ձգտում էր, տալիս է իր համաձայնությունը։ Պատմության մեջ նույնիսկ նրա դիվանագիտական խոսքերն են պահպանվել, ասում է Միքայել ջան շատ կհամոզիս, ինչ կուլի, մի 40,000 էլ քո խաթեր կասպից ծովը նետեմ։ Եվ այսպես սկիզբ է դրվում փոխգործակցությանը, եւ երկու ընկերները միասին կառուցում են 19-րդ դարավերջում աշխարհում ամենաերկար նավթամուղը, որը կոչվում էր Բաքու-Բաթումի։ Որը ժամանակահատված անց ընտանեկան դրդապատճառներից ելնելով Արամյանցը վաճառում է Բաքվի ամբողջ ունեցվածքը եւ տեղափոխվում է Թիֆլիս։ Ներողություն եմ խնդրում։ Տեղափոխվում է Թիֆլիս։ Այս շրջանի Թիֆլիսյան կյանքը ավելի շատ հագեցած էր բարեգործություններով, քան բիզնեսով։ Միքայել Արամյանցը հաճախակի ֆինանսավորում էր երիտասարդության եւ ոչ միայն հայ երիտասարդության, որպեսզի տեղափոխվեն եվրոպական երկրներ, կրթություն առնեն, հետ վերադառնան եւ փորձը կիրառեն հայրենիքում։ Եվ ինքն էլ շատ հետեւողական էր այդ ուսանողներին։ Մի այսպիսի շվեյցարական ճանապարհորդություն